կամ թիմային շահերի մասին։ Ասում եք, որ կարող է պարոն Մարության այսպես ճակերտավոր անակնկալ լինել ընտրություններից առաջ, օրինակ ձեր դեմ նոր քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ։ Ես չեմ սպասում այդպիսի բաներ, որովհետև նախ իմ պաշտոնավարումից հետո արդեն քանի տարի անցել է եւ բոլորը մասնավորապես առաջի 3 տարին շատ sense մանրակրկիտ խոշորացույցի տակ իմ գործունեությունը ուսումնասիրել են, որովհետև ես հարմար մարդ չեմ էլ իշխանության համար եւ ոչ մի քրեական գործ հարուցված չկա եւ նրա համար չէ որ ինչ որ վայ չեն գտել, այլ իսկապես մենք ինչքան էլ դա զարմանալի չի, հա, Հայաստանի իրականության համար, որ կարելի է աշխատել քաղաքապետ կամ ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա, բայց մենք աշխատել ենք ազնիվ, մաքսիմալ փորձել ենք անել քաղաքի համար եւ նորից եմ ասում, շատ մարդիկ իմ հարազատներ, ընկերներ այսօր նեղացած են ինձանից, իրենք չգիտես ինչի պատկերացնում են, որ պետք է ինչ-որ արտոնություններ ունենան, չեն ունեցել, եւ նաեւ այն ժամանակ շատ էին եղանում ԿՊԱ-կանները, որովհետեւ իրենք էլ էին կարծում, որ ինչ-որ արտոնություններ պետք է ունենան, բայց չեն ստացել այդ արտոնությունները, ուղղակի ցավոք սրտի այդ ազնիվ կառավարումը, ասեմ, կամ գիտեք, ես ասում եմ դա լավ չի, դա նորմալ է, ասեմ, այդ նորմալ կառավարումը տևեց ընդամենը 3 տարի, այսինքն փաստը ցույց է տալիս, որ եթե գալիս է մարդ, թիմ, որը ուզում է նորմալ կառավարել, դա տևում է 3 տարի։ Ինչի անուններ չեք տալիս, պարոն Մարության, դե անուններ տվեք, ովքեր են այդ ԿՊԱ-կանները, որոնք ձեզանից ակնկալել են ապօրինի ինչ-որ արտոնություններ ու դուք չեք գնացել դրան։ Իսկ ինչի համար անուններ տամ։ Մի կարիք չկա անունները տալու։ Միևնույնն է, ես ասում եմ, հանրությունը պետք է իմանա, որ այդ կուսակցության անդամներն են եղել։ Ընդ որում շատ տարբեր եւ հետարքիր առաջարկներ։ Կաշկանդված եք, կաշկանդված եք անուններ։ Կաշկանդված չեմ ուզում։ Ես ասեմ ավելի կներեք փոխքաղաքապետը ձեր անուններ տալիս, ձեր խմբակցության անդամը այսպես ձեզ։ Ինչ էստեք։ Հարցը։ Դուք ասում եք այսպես ձեր լավ կառավարման մասին եք խոսում, պարոն Մարության, բայց ԿՊԱ-կանները ասում են կառավարման մասին է խոսում, քրեական գործերի մասին է խոսքը, լավ կառավարումը ժողովուրդն է գնահատում։ Ես ինքս իմ մասին չեմ ասում, օ, տեսեք ինչ լավ են կառավարում։ Շինթույլտվություններ տվել, քաղաքը սարքել է շինարարական բումեր։ Ուրեմն նախ շատ կարևոր է այստեղ նշել, որ կառավարությունը ահավոր մեծ ջանքեր գործադրում, որպեսզի լինի շինարարական բում, բայց այնուամենայնիվ անկախ դրանից, քանի որ թիմը մեր Երևանի քաղաքապետարանն, այսինքն առաջին անգամ երևի Հայաստանի պատմության մեջ եղել է անկախ, այսինքն ոչ ոք չէր կարող ինչ որ մեկին հանել աշխատանքից կամ նշանակել աշխատանքի կառավարությունից կամ թեկուզ հենց երկրի ղեկավարը, չէին կարող ինչ որ գրառման համար մեկին հանեին, չնայած ցանկությունները այդպես լինում էր, ինչ-ինչ պատճառներով քաղաքական դիրքորոշման հանեին, քաղաքական դիրքորոշման համար հանեին մարդկանց։ Սա միակ 3 տարիներ Հայաստանի պատմության մեջ, ըստ իս կարծում եմ, եթե եղել են այլ այդպիսի դեպքեր, խնդրում թող արձանագրվեն, որ թիմը տեղական ինքնակառավարման մարմին եղել է տեղական ինքնակառավարման մարմին եւ գործել է անկախ, 100%-ով անկախ, բայց վերադառնալով ձեր ասացին, կան օրենքներ եւ ես աշխատել եմ օրենքներով։ Օրենքներում հստակ գրված է, եթե մարդուն կամ քաղաքացուն կամ ինչ որ ընկերությանը հասնում է ինչ որ մի շինթույլտվություն, ինքը օրենքով, ինքը շինթույլտվությունը պետք է ստանա։ Եթե չի հասնում, ինքը չի ստանում։ Ես օրենսդիր մարմին չեմ։ Ես մարդ եմ, որը կատարում է օրենքները։ Եվ նաեւ դրա պատճառով, որ մինչեւ օրս ոչ մի այսպես ասած ձեր ասած այդ քրեական գործ կամ չգիտեմ ինչ որ վարույթներ չկան, ինչու, որովհետև եւ քննչական մարմինները եւ այդ ստուգող մարմինները շատ լավ տեսնում են, որ ես գործել եմ 100%-ով օրենքի սահմաններում, չգիտեմ, այդ արդեն իրենց հետ, ես գործել եմ օրենքի սահմաններում, սա շատ կարեւոր է, այո, մեր օրենսդրությունը շատ փոփոխման տեղ ունի, շատ դες թեկուզ կառուցապատման ոլորտում եւ նաեւ դրա համար ենք մենք գնում ընտրությունների, որովհետեւ իրական որոշումները եւ իրական խնդիրների լուծումը նաեւ պարլամենտում են եւ մենք լինելով անգամ այդտեղ, հա, քաղաքապետարանում, լինելով ավականու անդամներ, մեր շատ թիմակից ընկերներ, ուղղակի չենք կարողանում մեր պատկերացրածով ճիշտ բաները իրականացնենք, որովհետեւ օրենքը այլ բաներ ասում։
Իսկ եթե օրենքը այլ բան է ասում, դու պետք է օրենքով գնաս։ Եթե քեզ դուր չի գալի օրենքը, պետք է փոխես օրենքը։ Շատ հաճախ դիմում ենք նաև ազգային ժողովի մեր գործընկերներին, բայց process-ը դանդաղում էր, գնում էր, խրվում էր եւ այդպես էլ չէր իրականանում։ Պարոն Մարության, տեսեք, դուք Երևանի կառավարման օրինակը բերեցիք ընտրություններից հետո, որ համագործակցություն եղավ օրինակ ՔՊ-ի եւ Հանրապետության միջեւ։ Այս առումով դուք չեք տեսնում, որ կարեւոր է, որ երևանցին, քաղաքացին առասարակ ընտրողը իմանա, թե ում հետ է համագործակցելու այս իշխանությունը, որտեղ ձեր խոսքում ասացիք, որ էական չէ, կարեւոր չէ դա։ Ես ասեցի, ձեր պատասխանը տվել եմ կարծում։ Ասեցի կարմիր գծերը ում հետ չենք համագործակցելու, մնացածը ասի, եթե ծրագրի մեր դրույթները անգամ մի օրինակ բերեցի, Սամվել Կարապետյանի ուժի հետ կապված չկրկնվեմ։ Սա նշանակում է, որ մեր ծրագիրը մենք գրել ենք, եթե մեր ծրագրին համապատասխանում է համագործակցությունը, սա քաղաքականություն է, սա պարլամենտարիզմ է, դրա մասին է պարլամենտարիզմը։ Հենց այդ ծրագրի շրջանակներում ապա կարող է քննարկվել այդ համագործակցությունը։ Ձեր ծրագիրը պարոն 7 կետ է այստեղ, նշանակում Հիմնական 7 հիմնական, ասացիք, որ մյուս կետերը կայքում կան տեղադրվել։ Տեսեք, ընտրություններին արդեն իսկ ովքեր մասնակցում են, իրենք հայտարարել են, որ շարունակելու են, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի կետից անվտանգային խնդիրների հետ կապված։ Դուք ինչ եք անելու, քանի որ այս 7 կետի մեջ չկա նշված։ Կապված անվտանգային կետերի հետ եւ ընդհանրապես պարտավորությունների, որը Հայաստանը ստանձնել է, այո, մենք ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ ասեց 0-ից եմ ամեն ինչ սկսում, այդպես չի լինելու, որովհետեւ չի կարելի քանդել այն ամենը, ինչ արված է մինչեւ քեզ, առավել եւս առանց մտածված ամեն ինչ անել, այսինքն պետք է հստակ շարունակվի ուղղությունը, խաղաղության այս process-ը պետք է շարունակական լինի, բնականաբար մենք պետք է տանենք առաջ այս օրակարգը, բայց միևնույն ժամանակ մենք հստակ ուզում ենք ասել, որ կապված այն կարմիր գծերի հետ, որը մենք ունենք, այդ կարմիր գծերը մենք չենք անցնելու, այն է, շատ հասարակ բան ասեմ, կա գերազանցիկի սինդրոմ, ցավոք սրտի այսօր Ադրբեջանի ղեկավարությունը ինչ պահանջներ դնում է Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կատարում են բոլոր քմահաճույքները, անգամ պահանջները, քմահաճույքները։ Բայց գերազանցիկի սինդրոմը որտեղ է։ Բաներ կա, որ իրենք չեն ասում։ Այս մարդիկ իրենցով են անում։ Որպես գերազանցիկ է, որ պետք չի անել, ինքը անում է։ Օրինակ Արցախ բառը, որ վախենում են ասեն։ Օրինակ Արարատ բառը, Արարատ լեռը ընդհանրապես ինչ-որ տաբու է դառնում։ Ես վերջերս նկատեցիք, որ հանեցին ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Ընդ որում դա ձևակերպեցին որպես մեր պետության արտաքին քաղաքականության ինչ որ, հա, շեղում եւ մի արտաքին քաղաքականություն պետք է լինի, բայց որ մենք ասում մի քիչ ուշադիր նայում ենք, նախ անունը ասեց վարչապետը, բացարձակ չէր համընկնում այն գրքի անվան հետ եւ բովանդակության հետ, ինչը նվիրել է այդ տնօրենը, սա շատ կարեւոր է, եւ մաքուր պատմական գիրք էր։ Եթե չեմ սխալվում, հա 1901 մինչև 1921 թե 1905-ից 1921 թվականի ուրեմն Ադրբեջանում արցախցիների վերաբերյալ բռնաճնշումների մասին ընդ որում գրքում փաստերով նշված էր այն ամենը, ինչ արձանագրվել է ամերիկյան մամուլում։ Իսկն մաքուր բաց եւ գիտական գիրք է, գիտության մասին է եւ սրա համար հանել աշխատանքից, սա այդ գերազանցիկի սինդրոմն է, այսինքն այդ բանը չեն պահանջել Փաշինյանից։ Ինքը սա անում է, որ ասի տեսեք, սենց բաներ եմ անում, մենակ հանկարծ մեր վրա չհարցակվեք, որովհետեւ խաղաղությունը ինձ պետքա, որ այս ընտրությունները հաղթեն։ Արարատին դեմը, բայց Արարատյան սալատ Տրամպի ուղու մասին մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք միանգամից, ցավում ենք, որ այլ պայմաններ մենք չենք կարողացել հետեր ունենանք, բայց ՔՊ-ի վարած քաղաքականության շնորհիվ կարծում դա առավելագույններ կամ մոտ առավելագույնին ինչ այդ պահին կարելի է ստանալ եւ ամենակարևորը այդ պահին կանխվել է պատերազմը եւ ամենահետաքրքիրն է, որ դրանից հետո էլի ՔՊ-ն իրեն իրավունքը վերապահում, ասել որ իրենք բերել են հա, կներեք, հա, չէ, այդ բառը չեմ, չէ, որովհետև իրենք այդ բառը այնքան են ասում, արդեն այդ բառի իմաստն է կոյ։ Այսինքն նաև իրոք շատ տարօրինակ է, որ իրենք ասում են, որ բերել են խաղաղություն։ Իսկ այն ժամանակ ասում են հեսա պատերազմ է լինում։ Հիմա ասեն, եթե չասենք ընդդիմադիր ուժերը հաղթեն խորհրդանակ